Նախիջևանը չմասնակցեց նաև Ադրբեջանում անցկացված ԽՍՀՄ պահպանելու մասին հանրաքվեին, ոչ էլ մասնակցեց 1990 թվականի սեպտեմբերի 8-ին կայացած Ադրբեջանի նախագահի ընտրությանը, որում հաղթանակ էր տարել Այազ Մութալիբովը։ Ավելին, ակնհայտ է, որ կոնկրետ 1990 թվականին Նախիջևանի անջատողականությունը Բաքվին ավելի շատ էր անհանգստացնում, քան Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող գործընթացները։ Տեսեք, 1990-ի սեպտեմբերի 3-ին Հեյդար Ալիևն ընտրվում է Նախիջևանի Գերագույն խորհրդի, նույն ինքը խորհրդարանի, նույն ինքը Մեջլիսի ղեկավար ու դառնում Նախիջևանի իշխանությունը։ 5 օր անց Ադրբեջանի նախագահ է ընտրվում Այազ Մութալիբովը եւ 2 օր անց Մոսկովյան Վեստի հաղորդմանը խոստանում է կարգի հրավիրել Նախիջևանի Մեջլիսին։ Այս հայտարարությանը Հեյդար Ալիևը հրապարակայնորեն պատասխանում է, որ Բաքվից զինված հարձակման դեպքում 330,000 նախիջևանցիները պատրաստ են պաշտպանել իրենց Մեջլիսը, եւ որպեսզի այս հայտարարությունը դատարկախոսություն չթվար, Նախիջևանի միջազգային օդանավակայանի թռիչքուղու վրա բենզինով լցված ավտոցիստերներ են հայտնվում, ինչը պետք է կանխեր օդային ճանապարհով Բաքվի ներխուժման փորձը Նախիջևան։